Եվ եթե մենք ուզում ենք ունենալ բարոյական հասարակություն, հոգևոր առումով հարուստ հասարակություն, մենք պետք է ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ կրթենք այդ հասարակությունը։ Երևանում մեկնարկել է հայ արվեստի եւ մշակույթի համաժողովը։ Հայաստանում եւ Սփյուռքում արկա մշակութային խնդիրների լուծմանն է ուղղված այս համաժողովը։ Ավելի քան 250 սփյուռքահայ մշակութային գործիչ մեկ հարթակում են, բարձրաձայնելու ոլորտում արկա խնդիրները, կիսվելու իրենց փորձով եւ ներկայացնելու լուծման հնարավոր ուղիներ։ ԿԳՄՍ նախարարը նշում է, որ համաժողովը հնարավորություն է ստեղծում բացահայտելու մշակութային դաշտի թերությունները եւ մշակելու դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմներ։ Հրաշալի հնարավորություն է, որպեսզի Սփյուռքի եւ հայաստանյան գործիչները մեկ հարթակում միասին խոսեն կարևոր խնդիրներից։ Հատկապես արվեստի եւ մշակույթի ոլորտում զարգացումը պահանջում է, որպեսզի համագործակցության հիման վրա դա տեղի ունենա։ Եթե մենք չունենք գաղափարների քննարկում, եթե մենք չունենք մի հարթակ, միջավայր, որտեղ մարդիկ կարող են կիսվել իրենց մտքերով, միասին նաեւ տեսնել ինչ նոր գաղափարներ, նոր առաջարկներ կարող են լինել, չի կարող մշակույթը զարգանալ։ Եվ նորարարությունը եւ անընդհատ նոր գաղափարներ ունենալը ընդհանրապես մշակույթի եւ արվեստի հիմքում է եւ այդ իմաստով կարծում եմ, որ այս քննարկումները նաեւ մշակույթի եւ արվեստի զարգացման ուղիղ ճանապարհ են։ Այս երկու օրերի ընթացքում ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի եւ Սփյուռքի մշակութային քաղաքականության վրա, քննարկելով արկա մարտահրավերները եւ համագործակցության միջոցով նոր մոտեցումների ձևավորման անհրաժեշտությունը։ Այս տարիների ընթացքում, որ բացակայել եմ երկրից, տեսնում եմ ինչքան շատ մոտեցել է այս հեռավորությունն իրար, բայց ամեն դեպքում բացակայությունը դեռ նկատելի է շատ։ Այս կրթությունը իրենից ենթադրում է սկսած նախադպրոցական տարիքից վերջացրած հասարակության, ովքեր որ արդեն տարիքով մեծ են։ Այսօր Սփյուռքը գտնվում է վերափոխման փուլում։ Կուսակցական եւ կրոնական համախմբման ձևերն այլևս նախկին ազդեցությունը չունեն, եւ մշակութային ոլորտը դիտարկվում է հարթակ, որի միջոցով հնարավոր է նոր կամուրջներ կառուցել դեպի Հայաստան։ Մշակույթի շուրջն են համախմբվում Սփյուռքի լայն շրջանակներն։ Եթե Հայաստանի դեպքում մենք ունենք պետություն, որը վերջին տարիներին իր հնարավորությունների սահմանում լրջագույն ջանքեր է գործադրում, որպեսզի բարելավի բարձր մշակույթի, բարձր արվեստի կարգավիճակը Հայաստանում եւ մեր ամենօրյա կյանքին ավելի անբաժան մաս դարձնելու ուղղությամբ, հասկանալի է, որ Սփյուռքում չկա այդպիսի մի գերակա մարմին, որը կոչվում է պետություն, որը կարողանա այդ ամենը անել միանձնյա։ Հետևաբար լուծումներ գտնելու փնտրտուքի մեջ են նաև մեր հայրենակիցները Սփյուռքում եւ լուծումները նաև տեսնում են Հայաստանի հետ համագործակցության մեջ։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նկատվում է որոշակի հեռավորություն, որը հաղթահարելու համար պահանջվում են նոր ձևաչափեր եւ հետեւողական աշխատանք։ Այս իրադրության պայմաններում Սփյուռքն ավելի քան երբևէ կարիք ունի Հայաստանի հետ ամուր եւ կայուն համագործակցության։ Ինչ ռեսուրսներով կարող օգտակար լինի, դա միշտ ընդունելի է, հասկանում եք։ Շատ տարիների ընթացքում Սփյուռքն է օգնել Հայաստանում, բայց այս վարդությամբ իմ կարծիքով, որ Սփյուռքին մենք պետք է աջակցենք հակառակ, որ կարողանանք Սփյուռքը միացնենք եւ մոտիկացնենք ինչքան կարանք Հայաստանին։ Եվ դա այդ մի միջոցն է, ամենակարևոր միջոցներից մեկը մշակույթն է։ Մշակույթը շարունակում է մնալ այն ուժը, որը կարող է նորից միավորել, վերականգնել փոխվստահությունն ու ստեղծել համագործակցության իրական ուղիներ։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։